Իրականացվում է անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում ֆորումը, որի նպատակն է աջակցել ոլորտի զարգացմանը։ Այն անցկացվում է Մերիդիան ցուցահանդիսային կենտրոնում։ Փորձում ենք մեր բոլոր սպառողներին կետ առ կետ ներկայացնել ինչ արժեք կամ ինչ ինքնարժեք է ունենում իր վրա մեքենայի օգտագործումը եւ ինչ առավելություններ են ստանում շահագործման ընթացքում։ Չենք վստահում, որ կարելի է հեռախոսով վճարել, եւ կարծում ենք, թե կգնա կկորի, խնդրեմ կառաջանա, վճարումները դեռ չեն հասնի, մեր լույսը կանջատեն, մեր ջուրը կանջատեն ու խնդիրներ կառաջանան։ Որոշակի ժամանակահատված անց չեմ պատկերացնում հիմա, որ որևէ մեկը կոմունալ վճարման համար գնա եւ հերթ կանգնի բանկում կամ որևէ վճարային դրամարկղի մոտ։ Մեր մասնավոր ոլորտը ավելի ակտիվ ու ավելի արագ տեմպերով այս նորարարությունը կտարածի մեր երկրում եւ մենք են ընթացքում կփորձենք միասին հաղթահարել այդ առաջացած խնդիրները ու գտնել լուծումներ։ Էլեկտրական շարժունակության անցման ծրագիրը ունի իր չափելիության 3 կարևոր ուղղությունները։ Մեկը, որ մեր երկիրը, մեր կառավարությունը ունենա էլեկտրական շարժունակության անցման քաղաքականություն եւ ռազմավարություն։ Երկրորդը պետք է ասենք, որ այս ծրագիրը իր չափելիության ամենամեծ կարևորությունը դա հանրային իրազեկումն է էլեկտրական շարժունակության անցման հետ կապված։ Երրորդը ցուցադրական տարբեր բաղադրիչների իրականացնում է։ Էլեկտրոնային շարժունակության անցումը մեր կառավարության համար դա ռազմավարական նպատակ է։ Բնականաբար դրանք բխում են մեր երկրի կողմից վավերացված մի քանի կոնվենցիաների, էֆեկտը մի քանի ուղղություններով է, ինչպես դրական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, այնպես էլ տնտեսության համար կունենա ինքը շատ էֆեկտիվ ազդեցություն եւ ընդհանուր կունենանք մեծ մուլտիպլիկացիոն էֆեկտ։ Եթե կարողանանք հասնել այն թիրախներին, որ սահմանել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեր առջև, կարծում եմ կհաջողենք։ Վերջի 3 տարիների ընթացքում մեր ավտոպարկի 3.2%-ը արդեն իսկ էլեկտրոմոբիլներն են։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։